Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Մարիամը։ Ողջույն Մարիամ ջան։ Բարևձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ սկսենք նրանից, որ մի փոքր պատմեք ձեր մասին։ Իհարկե, բավականին շատ տեսնում ենք սոցիալական ակտիվությունը, բայց եթե համացանցից դուրս, ինչպիսին է Մարիամը։ Իրականում տարբերությունը շատ քիչ է, նույնիսկ մարդիկ ինձ տեսնելով, որ մենակ on-line են տեսել ու տեսնում են իրական կյանքում, ասում են տարբերություն չկա, նույն էներգետիկան է, նույն մարդն է, բայց ես շատ пассив եմ իրականում։ Այդ ակտիվության մեջ, որ կողքից տեսնում եք, ես շատ пассив եմ, որովհետև շատ դեպքերում ուղղակի չի հերիքում այդ էներգիան on-line-ի, դե ես ուսման մեջ եմ, աշխատում եմ եւ այլն, աշխատում էի։ Բայց էլի եմ ասում, տարբերությունը շատ քիչ է, ես ոնց կամ տենց եմ։ Խոսենք նաև թե որտեղ եք սովորում, ինչով եք ընդհանրապես զբաղվում։ Ես առաջին մասնագիտությամբ ատոմնատեխնիկ եմ, ատոմնատեխնիկական գործ եմ ավարտել։ Այս պահին սովորում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում որպես պրոդյուսեր։ Եվ ընթացքում շատ բաներ եմ արել իրականում, շատ դասընթացների եմ գնացել, լրագրություն եմ սովորել, ռադիոհաղորդավարություն եմ սովորել, ամեն բան արել եմ, այս պահին, բայց քանի որ շատ փոքրուց եմ սկսել աշխատել, ասեցի հերիքա։ Արժի մի քիչ հանգստանալ ու աշխատանքից դուրս եմ եկել։ Այս բան բլոգինգն է, որ ակտիվացնում եմ ու դե կողքից ինչ-որ նկարահանումներ կամ մասնագիտական միջոցառումներին մասնակցություն կազմակերպչական թեմաներով եւ այլն, sense ավելի ազատ ճկուն գրաֆիկը կարելի ասել։ Ատոմնատեխնիկ ու sense ակտիվություն սոցիալական ցանցերում մի քիչ եմ որ նայում ենք անհամապատասխան է, ինչով էր պայմանավորված այդ քո ընտրությունը։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Ես իրականում իմ ընդունելությունը ոնց որ sense շատ սպոնտան ստացվեց, ծանոթ մարդ կար, մոտ մարդ կար, որ ասեց՝ «Կուզես փորձես»։ Ես էլ դե ստացվում էր իրականում տենց վատ չէր իմ ինֆորմացիան, ինչ որ ես ունեի, ինձ բավարարեց, ընդունվեցի, աշխատել եմ, երկրորդ կուրսից արդեն իսկ ընդունվեցի, սկսեցի աշխատել, թե որպես քույր էի աշխատում, թե որպես հենց որևէ ատոմնաբուժի քույր, թե որպես հենց ատոմնատեխնիկական գործի մեջ, տենց բզբզում էի, սենց ասած, բայց ավարտեցի, բայց մեկը հասկացա, որ իմը չի, իմ համար շատ սենց կարելի ասել քառակուսի գործ էր։ Ես շատ եմ սիրում օրվա մեջ ակտիվ լինել, էլի այդ մանավանդ երբ որ դու արդեն աշխատում ես, այսինքն դու իրան ոչ թե նայում ես որպես ուսանողի աչքով, այլ հենց աշխատողի որպես մասնագետի աչքով, արդեն դու հասկանում ես, որ չէ, ես սենց տարիներով չեմ ձգի։ Բայց չկար այն ափսոսանք ասեմ, որ այդքան տարի տանջվում ես ու վերջում այդ արդյունքը իհարկե որոշակի գիտելիք տալիս է, բայց մի կողմ ես դնում։ Չէ։ Իմ դեպքում չէ։ Ես երևի նույնիսկ հիմա էլ պատրաստ կլինեմ ինչ-որ ուրիշ մասնագիտություն սովորեմ։ Ինձ թվում է նախ սովորելու համար երբեք ուշ չի, ու ինչքան շատ բան իմանաս, այնքան լավ։ Իսկ չգիտեմ, նստեմ ափսոսամ որպես ինչ։ Թող լինի փորձ։ Հա, իմաստ չեմ, փորձ չէ, նույնիսկ բավականին օգուտ տվեց ինձ այդ, իրականում ես դրանից հետո դեռ շարունակել եմ աշխատել շատ տարբեր ոլորտներում, փորձելով լավ գտնեմ ինձ ոչ ուսումով, բայց գտնեմ ինձ ինչ-որ մի այլ ոլորտում, կարող է ինչ-որ մի աճ գրանցեմ, ինչ-որ մի բանի հասնեմ, ու պատկերացրեք այնքան տեղ եմ աշխատել, այնքան ներքին խոհանոցին եմ ծանոթ մեր տարբեր ոլորտներում մեր քաղաքի, որ այդքանից հետո էլ ես որ չեմ փոշմանում, հաստատ չեմ էլ փոշմանի։
Բայց այդքան ոլորտում աշխատելուց հետո քեզ համար կան հոգեհարազատ ոլորտներ, որ իրոք դու զգացել ես, որ դու ինքդ քո տարայում ես։ Հիմա եմ ես ինձ իմ տարայում զգում, թե այսպես ասած էներգետիկ դաշտս ինձ իրան բավարարված ազգում, որովհետև ես մեծ մասամբ շփվում եմ նենց մարդկանց հետ, ում հետ ես պատկերացրել եմ, որ կամ ուզել եմ, կամ երազել եմ, չգիտեմ ասեմ, շփվեմ։ Միշտ իմ էներգիան ես ծախսել եմ, վատնել եմ, շատ մարդկանց հետ շփվելով, շատ ոլորտներում աշխատելով ու հասկանալով, որ չէ, այս իմը չի։ Ու սենց դու նույնիսկ որ սկսում ես հիվանդանալ շուտ, սկսում ես ինչ-որ խնդիրներ ա քո մոտ առաջանում, ու դու այդ ամեն ինչից զգում ես, որ չէ, այս իմ տեղը չէ, այս իմ մարդիկ չեն։ Հիմա ես ինձ թվում է իմ տեղում եմ ու հույս ունեմ ավելի կզարգանա էլի ամեն ինչ։ Իսկ ինչպես ճանապարհը քեզ տարավ դեպի ռեժիսուրա։ Պրոդյուսինգ։ Ես օֆիսային աշխատանք չեմ ունեցել, նո, այդ ընթացքում ավարտելուց հետո ատոմնատեխնիկական գործը հիմնականում ավելի ազատ ճկուն գրաֆիկով էի աշխատում, բայց էլի ծանրաբեռնված ու ընդունվեցի օֆիս աշխատանքի օֆիսում արդեն օֆիսում ես հասկացա, որ այս իմ պիկն է, իմ հիասթափության պիկն է, որովհետև նույնիսկ sense մեծ մանր դետալի կասեմ, որ իմ սենյակը ինքը 2 դուռ ուներ, բայց պատուհան չուներ։ Նույնիսկ այդ, որ ես sense դրսում անձրևա, փոթորիկը, կարկուտը, ձմեռը, արևը, չգիտեմ, ամառը, ոչինչից տեղյակ չէի։ Ընդհանրապես ինձ գալիս են ասում, «Տեսօր ինչ կարկուտ եկավ» ու ես sense չէ, չգիտեմ, ես sense ինչ-որ իրավիճակում էի։ Ու դրանից հետո չէ, այդ ընթացքում 1 տարի եւ ավեր կարծում եմ աշխատել եմ, այդ ընթացքում հասկացա, որ մի բան պետքա փոխեմ։ Ու երբ որ դու դրա մասին սկսում ես խոսել, մենակ ոչ մտածել, արդեն ընկերների հետ, հարազատների հետ, տան անդամների հետ, այդ պահին քեզ մոտ, ում որ քեզ մոտ ես ընդունում իրանց հետ ու ինձ ուղղակի ասացին, որ հա, նախ ափսոսա, շատ ափսոս ես դու, երկրորդն էլ, հա, ինչի չէ, ինչի չփորձես, ու տենց ընդհանուր ընկերների շնորհիվ գտա X մարդու, ում հետ հանդիպեցի, մենք խոսեցինք, ինքը ինձնից հարց ու փորձ արեց, իմ ցանկություններից, հենց նստեցի, պատմեցի ու առաջարկեց, որ կարաս գաս SS բաժնում, փորձես, ընդունվես, բայց մի տեսակ հույս չունեի, անկեղծ հույս չունեի, ինձ թվում էր չի ստացվի, բայց չգիտեմ, բայց sense ասեցի լավ, փորձեմ, փորձանք չի բերի, ու ընդունվեցի ու անվճար ընդունվեցի։ Տեսնում ես։ Ուղղակի պետք է հավատալ էլի։ Իսկ գոհ ես ընտրությունից հետ։ Ոնց ես զգում քեզ, եթե նախկինում այդ քառակուսի մեջ կայր ու այդ քեզ դուր չէր գալիս, տվյալ նոր ոլորտը քեզ համար ինչ է։ Հնարավորություն է երևի թե։ Ու կարծում եմ հնարավորություն է ճանաչել ինքս ինձ ու զարգանալ այս ոլորտում, չգիտեմ, ես հենց հակիրճ ասեմ, ես ինձ պատկերացնում էի հենց ստեղ ու հիմա արդեն, քանի որ այստեղ եմ, արդեն պատկերացնում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո ինչի եմ ուզում հասնեմ ու կհասնեմ։ Վստահ ենք, որ կհասնես, եթե այդքան ճանապարհ անցել ես, վստահ եմ կհասնես նաև այլ նպատակներիդ։ Մերսի շատ։ Բայց նաև ակտիվ գործունեություն ես ծավալում մոդելային ոլորտում, երբ որ օրինակ մտնում եմ քո էջ եւ հին բաժնի ակտուալիներն եմ նայում, տեսնում եմ, որ վաղ շրջանից տվյալ ոլորտում մեծ փորձ ունես։ Մի քիչ կպատմես այդ ոլորտի մասին։ Այս պահին բավականին իրականում պասիվ եմ հենց այդ ոլորտում, ասենց ասեմ բլոգինգը ավելի ակտիվ է հիմա ինձ մոտ, քան նկարահանումները, բայց ես շատ եմ սիրում։ Ես սկսել եմ 2018 թվականից կարծում եմ, 17 կամ 18 ցենց։ Ու շատ եմ բացվել։ Ես տենց ինչ-որ թիթիզ բաներ ունեի, փոքր տարիքից էլ ինչ-որ տենց
չգիտեմ, դիմահարդարվել, ինչ որ պատկերացնել դու համերգ ես տալի, պատկերացնել դու նկարվում ես, ու իմ մանկությունը, քանի որ շատ տենց չի անցել գադջետներով, ես տենց հնարավորություններ չեմ ունեցել, որ թույն կամերաներ ունենամ կամ ինչ-որ լավ հեռախոսներ ունենամ, այդ ժամանակ ինչ-որ փոքրիկ, չգիտեմ, Alcatel էր, ինչ-որ սենց բաներ ունեի, դրանցով էի նկարվում, հետո արդեն առաջին լավ հեռախոսս ունեցա, ու սկսեցի դրանով նկարվել ու ուղղակի տունը, այդ մինչև մոդելային դասընթացներ, եթե կարելի է տենց ասել անցնելը, ու ճիշտն ասած չեմ հիշում ոնց ստացվեց, որ ես գտա այդ X տեղը, գնացի սկսեցի սովորել, բայց այդ թվականներից 2017-18 թվականներից արդեն սկսեցի սովորել, մի քանի ամիս սովորելուց հետո արդեն ինձ գտան, որ մեկ առաջարկ, սկսում ես ծանոթություն ձեռք բերել, արդեն ծանոթությունից ծանոթություն ու քեզ սկսում են ֆիքսել, կանչել նկարահանումների ու իրականում նույնիսկ որպես ինքնաճանաչողություն, երևի թե sense ճիշտ է ասել, այդ դրանից սկսվեց, այդ մոդելային կյանքից սկսվեց, որ ես ինքս ամենատարական բանը ուղղակի դու հասկանաս տեսախցիկը քեզ սիրում է թե չէ ու որ կողմից է սիրում։ Ինչքան էլ որ մենք տեսնում ենք կողքից աշխատանքը տվյալ ոլորտում կան տարբեր ըմբռնումներ, որ մրցակցությունը այլ է, այդտեղ հիմնականում առաջընթաց են ունենում այն մարդիկ, ովքեր ունենում են իրենց հետ բավականին կարելի ասել չակերտներով նշեմ մեջ, այսպես ասած, բայց ինչպես դու կմեկնաբանես այդ տեսակետները մարդ, ով ներսում աշխատել է ու զարգացում է ունեցել։ Ճիշտն ասած չեմ կարա ոչ հերքեմ, ոչ հաստատեմ, որովհետև որպես այդպեսին ես տենց պրոֆեսիոնալ ձևով չեմ զբաղվել մոդելինգով։ Իմ մոտ ավելի սիրողական իմ լավ տրամադրության, իմ հավեսի համար է եղել, ինչ որ ես արել եմ պրոֆեսիոնալ ձևով։ Եթե տենց նայես բոլոր ոլորտներում էլ վատ լավ կա, ուղղակի մարդիկ ունեն իրենց արժեքները ու իրենց արժեքներին ըստ իրենց արժեքների առաջ են գնում, թե ոնց են առաջ գնում, դա արդեն բոլորիս խնդիրն է։ Նաև դուք նշեցիք, որ ժամանակի ընթացքում հասկանում ես, թե որ կողմերն են քո առավել լավ կողմերը, այսինքն քո պլյուսները եւ մինուսները հասկանում ես, բայց արդյոք ժամանակի ընթացքում նաև որոշակիորեն չի բերում օրինակ կոմպլեքսների, որ կարող ես ինչ-որ մի բան ֆիքսել ու դրա վրա անընդհատ կարելի է ասել փորձես աշխատես, արդյոք եղել է տենց դեպք քո մոտ։ Երևի թե իմ մոտ հակառակն է եղել։ Ես իմ կոմպլեքսները ունեցել եմ, ես ֆիքսվել եմ XX բաների վրա, ու այդ ոչ միայն տեսքի, թեկուզ բնավորության մեջ։ Ու եթե տեսքի առումով խոսենք, մոդելինգը ինձ, ու ոչ միայն մոդելինգը, հետագայում արդեն իմ կյանքն էլ, իմ մեծանալը, իմ շրջապատ փոխելը, արդեն հանգեցրեց նրան, որ ես սկսեցի ընդունել ու ինչ-որ պահի ուղղակի մի քիչ կոպիտ կհնչի, բայց չակերտավոր մեկ դարձավ։ Okay, ես փոքրուց էլ տենց պրոբլեմատիկ չեմ եղել այդ հարցերով, այսինքն օրինակ ես ընկերներ եմ ունեցել, որ դեռահաս շրջանում միանգամից սկսել են դիմահարդարվել, սենց թաքցնել ինչ-որ մինուսները, դե վերջ-վերջո երիտասարդ աղջիկներ ենք, միշտ տենց ինչ-որ ցիկլի միջով անցնում ենք, ինձ այդ ժամանակ նույնիսկ սենց մեկ է եղել, այսինքն դուրդ չի գալիս, okay, մի նայի, իմ դուրներ չի գալի, ես չեմ նայում, ուրեմն դու էլ մի նայի, այդքան բան, պետք չի ընկնել այդ ամեն ինչի հետևից, ու տենց մոդելինգը, ու էլի եմ ասում, հետագա կյանքը, հետագա մարդիկ իմ կյանքի, արդեն օգնեցին ինձ, որ ես ուղղակի ընդունեմ ու փորձեմ, եթե ինչ-որ բան դուրս չի գալի կամ փոխեմ, կամ գտնեմ լավ կողմը դրա մեջ ու այդ լավի վրա ֆիքսվեմ։ Նաև խոսում ենք շրջապատը փոխելու մասին, ընդհանրապես ինչ ազդեցություն ունեն ընկերները քո վրա եւ քեզ համար, ինչ նշանակություն ունի շրջապատի փոփոխությունը։ Մի քիչ բարդ հարց է իմ համար, որովհետև ես
ունեմ մարդիկ, ովքեր շատ վաղուց իմ հետ են, բայց ես մի քիչ sense վատ երևի բնավորություն ունեմ կամ չգիտեմ ոնց ասեմ դա, ես մի հատ պատնեշ ունեմ, որ ես շատ բաց եմ, շատ ընկերասեր եմ, շատ որ թե կհասնեմ, թե թույլ կտամ, որ ինձ օգնեն ու հասնեն, բայց ինչ որ sense անտեսանելի պատնեշ ունեմ, որ իմ ընկերներ ու իմ մարդիկ ավտոմատ առանց իմ ասելու էլ չեն կարողանում առաջ գալ, ոնց որ իրանք հենց իրենց թույլ չտան, որ այդ պատնեշը անցնեն, չգիտեմ, այդ օղակ անցնեն, այդ գիծը անցնեն, ու դրա համար ես շատ դեպքերում ավելի որ sense հակա բաներ ունեմ, այսինքն ես շատ ուրախ եմ, շատ օպտիմիստ եմ, շատ էքստրովերտ եմ, բայց միաժամանակ ունեմ իմ փակ տեսակը, որ ոչ մեկի չի կիսվի, իր մեջ ներս կգցի, չի ուզի, sense ռուսերենով ասեմ, չգիտեմ հայերեն բառը, աբուզա լինի իր ընկերների կամ շրջապատի կամ հարազատների համար, փոփոխությունը այն առումով, որ դու սկսում ես շատ մարդկանց ճանաչել, սկսում ես ճանաչել տեսակները, ում հետ ոնց շփվես, ես մի քիչ սուբտիտրերով դեմք ունեմ ու ես փորձում եմ այդ կառավարեմ իմ մեջ, արդեն երևի այս մասնագիտությունն էլ կապ ունի, բայց համ լավ է, այսինքն դու շրջապատ ես փոխում, չես փոխում, ավելանում է, տարեց տարի ամիս առ ամիս, մարդիկ ավելանում են քո կյանքում, մանավանդ իմ ոլորտում, որ ժամ առ ժամ են մարդիկ ավելանում, դու ուղղակի սկսում ես ճանաչել ու հասկանում ես, որ մարդիկ են էներգետիկայով քեզ ավելի հարազատ, ում հետ որ մենակ կուզես գործնական հարաբերություններ պահես, խոսքով շատ երկկողմանի է, համ վատ է, համ լավ է։ Եղել են հիասթափություններ ընկերական շրջապատում կամ ընկերների մեջ, որ քեզ նաև լավ դաս է եղել ու կարելի ասել քեզ վրա որոշակիորեն ծանր է ազդել։ Հա, շատ են եղել, շատ են եղել, թե դպրոցական, թե ուսանողական, թե հիմա, չեմ ուզում օրինակներ բերեմ, բայց իհարկե, ես ինքս ու ինձ թվում է յուրաքանչյուրս ձևավորվում ենք բարդ շրջաններից ելնելով, այսինքն դավաճանություն լինի, ինչ-որ մեկին դու ես ցավացնում, ինչ-որ մեկը քեզ է ցավացնում, ոնց որ ծանոթություն է այս կյանքին, ծանոթություն է ինքդ քեզ, ու թե դու որ դեպքում ոնց քեզ կդրսևորես, ինչը քեզ ինչ ձևով կցավացնի շատ թե քիչ, դե հա, այդ ինձ թվում է բոլորիս կյանքում է եղել է ու կլինի, ուղղակի պետք է փորձել դրա մեջ էլ դրականը տեսնել ու դրանից էլ իրոք դաս քաղել, որովհետև ինչքան դու դաս չքաղես, այնքան քո կյանք գալու է դա։ Միջև դու չհասկանաս ու դրա միջով չանցնես, այդ շարունակվելու այդ ցիկլը անverջ պտտվելու է։ Նաև մի էսպիսի պատկերացում կա, որ ընդհանրապես աղջիկների միջև ընկերությունը հնարավոր չէ եւ շատ դժվար է, որովհետեւ միշտ իրեր ավելի շատ մրցակից են դիտարկում։ Քեզ մոտ ինչպես է, որովհետեւ մենք միշտ տեսնում ենք, որ հիմնականում բլոգերների նաև շրջապատում շատ են աղջիկների միջև ընկերությունը։ Արդյոք իրականում կարծում ես կա այդպեսի ընկերություն թե ոչ։ Հա, կա։ Չէ, ես ընդհանրապես այդ կարծրատիպերին ոչ մի կարծրատիպի յուրաքանչյուր թեմայի շուրջ չեմ հավատում, որովհետև միշտ բացառություններ լինում են միշտ։ Ու չգիտեմ, ես օրինակ ընկերության մեջ շատ եմ կարևորում խոսելը, այսինքն ոչ միայն ընկերության, յուրաքանչյուր ոլորտում գործնական հարաբերություն, սիրային հարաբերություն, թե ընկերություն, խոսելը ամենաճիշտ բանն է, երբ որ խոսում ես, եթե իհարկե մարդու մեջ չկա այդ ինչքան էլ չլի կան այդպես մարդիկ, որ իրանք ներքուստ ինչ-որ sense վատ էներգետիկա ունեն, այդ արդեն ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, բայց մեկը կարծում եմ կա։ Յուրաքանչյուր, թե տղայի ու աղջկա միջև ընկերություն, թե աղջիկների միջև, որտեվ մանավանդ հիմա մի տեսակ ոնց որ փոխվել է սոցիումը, հասարակությունը ու ավելի անկեղծ է ու ավելի
որ դու զգում ես, որ մարդը իրոք քո համար ուրախանում է, կամ դու անկեղծ sense ներքուստ հասկանում ես, որ դու իրոք այս մարդու համար ուրախանում ես, դու այդ X բանը չունես, օրինակ, քո կյանքում չկա, բայց դու sense ուրախանում ես ու միակ բանը էտն է, որ կարողա դու սկսում ես ուզել դա, բայց sense լավով, որ վայ ինչ լավ է, ինքը սա ունի, ես էլ կուզեմ, բայց ոչ թե այդ անելով sense ինքը ունի, ես չունեմ, այլ թույն ինքը ունի, օքեյ, ես ինչ անեմ, բա ես էլ ունենամ։ Նույն ձև բնավորության գիծ օրինակ, ես իմ համար ունեմ idol-ներ իմ շրջապատում, ոչ թե տենց շոր աստղերի, այլ իմ շրջապատում, որ ես այս մարդու մեջ ես եմ շատ սիրում, ինքը sense անում ու ես շատ եմ ուզում իրա պես լինեմ, դա վերցնեմ իրանից ու իմ մեջ ոնց որ սերմանեմ, որովհետև այդ իմ համար շատ գեղեցիկ է կողքից նայվում, ոչ թե ինքը sense բան, չգիտեմ, օրինակ մազերը իրա երկար ու սիրուն է, խիո երկար, որովհետև այդ իմ դարտն է էլի, մազերը ուզում եմ միշտ երկարի ու չի երկարում, ես ուղղակի սկսում եմ իրենց խնամել ավելի լավ, ոչ թե նախանձել, եթե կարելի է sense ասել ու ինձ թվում է շատ-շատերն են հիմա տենց, շատ-շատ մարդիկ են փոխվել տենց բնավորության, կամ էլ ես շատ օպտիմիստ եմ։ Նաև հոլովակ տեղադրեցիր, որ որոշել ես առանձնանալ եւ առանձին ապրել, մի փոքր կպատմես, թե ինչպես ընդհանրապես եկար այդ որոշման։ Այդ որոշման ես եկել եմ երազանքից, որովհետև չգիտեմ որ տարիքից սկսած, ես սկսել եմ երազել ու ներքուստ զգացել եմ, որ մի օր այդ օրը գալու է։ Ես ոչինչ չի անում դրա համար, բայց ինչ որ մի օր գալու է, որովհետև չգիտեմ, ես իմ տան անդամները ինձ երբեք չեն ճնշել, ոչ մի հարցում։ Երբեք չի եղել, որ այս ժամին, դե իհարկե եղել է, որ 10-ից հետո կջղայնանանք վրա շուտ կգաս, բայց այսինքն եթե ես դուրս էի գալիս, նախ ես շատ անկեղծ եմ եղել միշտ մեր տան անդամների հետ, եթե ես X տեղ եմ գնացել, իրանք բոլորը ճիշտ իմացել են ես որ պահին, որտեղ եմ, ու երևի այդ ինչ որ փոխհարաբերությունների մեջ այդ անկեղծությունը շատ մեծ դեր է էլի ունեցել, ու պլյուս այդ եմ ասում, որ երբեք չեն սահմանափակել ինձ ու նույնիսկ տանը, եթե ես ուզել եմ առանձին հանգիստ լինեմ, ես առանձին հանգիստ եղել եմ, բայց երևի թե հենց դա էլ որ տվել են ինձ, ես հասկացել եմ, որ ինձ այդ ազատությունը, այդ կոմֆորտը, որ ես մենակ լինեմ իմ հետ, շատ-շատ ավելի հարազատ է ու ես կուզեմ այդ ապագայում ունենամ ու հետո ես մի քիչ կարծում եմ, որ կինը, աղջիկը պետքա մեկը կայանա։ Ինչքան է որ մեր սոցիումը պնդում է որ չէ տղամարդը պետք է ուժեղը լինի, ես դեմ չեմ։ Տղամարդու կողքին ես կլինեմ թույլ, բայց իմ տեսակը կուզեմ լինի ուժեղ ու կայացած տեսակ։ Ու իմ համար կայանալու ինչ որ մի կետ նաև այնա, որ ես առանձին ապրեմ ու հասկանամ, թե այդ ինչ պատասխանատվություն է։ Հետո արդեն ստացվեց, որ ամռանը շատ կարճ ժամանակաշրջան մենակ ապրեցի ու հասկացա, երբ վերադարձա արդեն տուն, հասկացա, որ չէ, էլ չեմ կարա, ինչ ուզում ա լինի, ես ամեն ինչ պետք է անեմ, որ մոտ ապագայում առանձնանամ ու ասեմ, որ ինչ առանձնացել եմ տան անդամներից հետ շատ-շատ ավելի լավ շփման մեջ եմ ու շատ ավելի լավ ենք իրար հասկանում, ավելի երևի նույնիսկ կարող եմ ասել ավելի շատ ենք շփվում, որովհետև երբ որ ես ապրում էի տնտանեցիքիս հետ, առավոտյան դուրս էի գալիս, դա ամբողջ գործերս, դասերս, գործերս կենտրոնում է, ու 8 ժամի վերջացնում էի աշխատանքս, երբ որ աշխատում էի, գնում էի տուն, մենակ մայրիկիս էի տեսնում, սենց 10-15 րոպե խոսում էինք, ու վերջ քնում էի, ու մյուս օրը նորից նույն ցիկլը առավոտյան արթնանում էի դուրս էի գալիս, ինձ մամաս միշտ ասում էր աղջիկ ջան, քեզ փոխվում ես, չենք ճանաչում, այնքան չենք տեսնում։ Խոսքով լավ կողմեր կա։ Այսինքն երևի թե մենակ լավ կողմեր կա։ Բոլորի երազանքն է, որ ընկերուհիների հետ թեկուզ առանձնանան, այն որ ֆիլմերում նայում ենք, միշտ երազում ենք, քեզ համար նաև ընկերուհու հետ
ընդհանրապես անկյուն կիսելը ինչպիսի զգացողություն է։ Քանի որ ընկերուս հետ հենց ստացվել է այդ կապը, որպես ապրող, իրար հետ ապրող մարդկանց, որովհետև երկուսս են նույն ոլորտում ենք, երկուսս են նույն գործունեությունն ենք վարում ու բնավորությամբ էլ նման ենք, այսինքն նույն ձև թողներեն ինձ բոլոր մաքրասերները, բայց երբ որ մենք չենք ուզում տուն հավաքենք, մենք չենք ուզում ամանները լվալ, մենք այդ չենք անում։ Ու տենց կարող առավոտից մինչև երեկո տենց մնա ու ոչ մեկս ոչ մի խնդիր դրանում չենք տեսնում։ Okay, հիմա դե հավես չունենք, զբաղված ենք, տրամադրություն չունենք, ուրիշ գործեր ունենք, բայց կանենք, չէ՞։ Իսկ ընտանիքի անդամների հետ կապը ինչպիսին է, իհարկե նշեցիր, որ փոխվել է դեպի ավելի դրականը, բայց ինչ ազդեցություն ունի նաև ընտանիքի աջակցությունը քեզ համար։ Դե կապը եթե sense տարական ձևով ասեմ, ավելի շատ ենք սկսել տեսնվել, կամ գալիս են հենց մեր տուն, կամ ես եմ գնում մեր հայրական տունս։ Թե դրսում ենք տեսնվում, որ այն ժամանակ երևի թե իրար հետ չենք է դուրս գալի, հավատացեք, որ ոչ կենտրոն, ոչ քայլելու, ոչ մանչուս ժամանակ չէր լինում, չէր ստացվում, ես հոգնած եմ կամ երբ ես ուզում եմ իրանք են հոգնած, իսկ աջակցության առումով դե քանի որ նշեցի, որ ես փոքրուց եմ սկսել աշխատել, ես այդ տան որպես լիարժեք անդամ, որպես անհատ, շատ վաղուց են ինձ սկսել ընդունել։ Ու նույնիսկ շատ դեպքերում այն որ sense ինչ որ մի խնդիր է լինում ու ասում են դե պապիկին կամ պապային քերին չասենք մեր մոտ մեր տանը հակառակն է ասում են դե Մարիամին եկեք հələ չասենք հասկանանք ինչ է կամ հակառակը մեծ Մարիամի հետ խոսանք տեսնենք ինչ կասի այսինքն այդ որպես լիարժեք անդամ ես ինձ վաղուց եմ սկսել զգալ տանը ու մերոնք արդեն երևի սովորել են որ ես կայացած մարդ եմ վերջիվերջո ու երևի ճիշտ են ասում որ դու հենց սկսում ես քո գումարը աշխատել քո քրտնաջան աշխատանքով դու ինքդ ես աշխատանքը գտնում դու ինքդ ես աշխատում ստանում այդ գումարը ու հələ գումարած նրան որ սկզբից հա դե քո համար ես ինչ որ բաներ առնում թիթիզ եւ այլն հետո արդեն սկսում ես տան համար առնել ինչ որ տան խնդիրներ լուծել ինչ որ վերանորոգման հետ կապված խնդիր ա լինում դու էլ ես խառնվում դրա մեջ ու քեզ արդեն սկսում են նայել որպես մարդ որը ունի իր ցանկությունները որը որ կարա ինչ-որ մի որոշման գա, մի օր ինչ-որ մի որոշման գա ու մերոնք ուղղակի ինչքան է որ իրանց դուր չգա, ինչքան էլ որ իրանք sense մտածեն դե խի լավ կլիներ մեր հետ մնայր, ինչի ես գնացել, տուն կա, տեղ կա, նես չի, ինչ-որ փոքր տեղ ենք ապրում, տեղ չկա, բայց մեկը դե այդ քո որոշումն է, եթե մենք կարող ենք քեզ օգնել, մենք քեզ կօգնենք։ Եթե չէ, ավելի վատ չենք անի։ Ինչքան է որ իրենց դուր չգա դա։ Նաև խոսեցիր ֆինանսական անկախության մասին, ինչպես կարողացար հասնել նրան, որ որոշակիորեն արդեն կարողացար ձևավորել քո ռեսուրսները։ Չգիտեմ, օրինակ ես հիշում եմ դպրոցական տարիներին, երբ ինչ-որ մի բան թրենդային էր դառնում, ինչ-որ մի բան բոլորը ունենում էին, նույն սկսած հենց հեռախոսից, երբ որ ես այնց փոքրիկ ինչ-որ հեռախոսներ էի պահում, բոլորը արդեն լավ հեռախոսներով էին ման գալիս, ես իհարկե դրանից չէի նեղվում, բայց ես մտածում ես էլ եմ ուզում, ու եթե իմ ընտանիքը ինձ դա չի կարողանում տալ, այդ նորմալ է, իրանք անում են, հնարավոր ամեն բան, հիմա դա հնարավորի մեջ չի մտնում, ուրեմն դա ես կանեմ, ու ես հիշում եմ երևի 16-17 տարեկանից սկսել եմ ինչ-որ ակցիաներ անել, ու տեղից արդեն սկսել է էլի ու ես շատ պտող եմ եղել, միշտ սիրել եմ ակտիվ լինեմ, միշտ սիրել եմ աշխատեմ, այսինքն տունը նստել չեմ սիրել, փոքրուց պարապմունքների էի գնում, դասերի էի գնում, ամեն ինչ փորձում եմ անել, հետո արդեն հասկացա, որ ես էլ եմ այն տարիքում, այն հասակում, որ կարող եմ ինքս գումար վաստակել, թեկուզ քիչ, բայց կարող եմ։
ու արդեն սկսեցի դպրոցի վերջին տարիներից կամ կարծում եմ դպրոցից հետո ամառվա մեջ սկսեցի ինչ-որ տենց ակցիաներ անել, բայց չեմ հիշում ոնց որ տենց ստացվել որ գտել եմ, ոնց եմ գնացել, գրանցվել, ընտրվել եւ այլն, այդ ամեն ինչը չեմ կարողանում հիշել, բայց տենց սկսել եմ արդեն աշխատել ու անել այդ ձեռք բերել այն ամեն ինչը, ինչ որ ուզում էի, բայց չէի կարողանում։ Որն է եղել այն գնումդ, որ իրականում երկար ցանկացել ես դա։ Իրականում սենց ասեմ, իմ առաջին աշխատավարձը ես իմ վրա չեմ ծախսել։ Ինչքան էլ որ ես շատ ուզել եմ, չեմ ծախսել տան համար կամ նվերներ եմ արել իմ տան անդամներին, այդ առաջինը ու հիշում եմ 90,000 էի ստացել։ Կարծեմ մեկ շաբաթ աշխատելուց հետո, նո քիչ էի աշխատել, էլի ուղղակի առավոտից երեկո էի աշխատում, ժամը 9-ից մինչև 9 կամ 10 երեկոյան, ու նոր տարվա նախորեներ, գնացի բոլորին նվերներ առա, դրանից հետո առաջին իմ գնումը այդ եղել է հարդարիչ, մազերի հարդարիչ, որովհետև իմ մոտ ես հիշում եմ միշտ խնդիր էր, մենք տանը շատ հին ինչ-որ հարդարիչ ունեինք, բայց այն ժամանակվա համար այն ամենաթույն հարդարիչներից էր, էլի, տենց իմ ծնողները, տենց տանեցիներս այն ժամանակվա համար լավ բաներ են ունեցել, ոնց որ հիմա բոլորը թրենդային թույն բաներ ունեն, այն տարիների համար ունեցել են, բայց ինքը արդեն տենց լավը չէր, արդեն դարն անցել է, էլի, որ դու զգում ես, որ ինքը քեզնից հրաժարվել է, բայց դու դեռ չէ։ Ու միշտ ինձ ընկերները, եթե կանչում էին ինչ-որ մի տեղ, միշտ ասում էի, դե հիմա ես պետքա գնամ, մազերս լվամ, միջև չորանա ինքն իրան, որովհետև չունեմ հարդարիչ։ Մի խոսքով չէ, եկեք դուք գնացեք, ես չեմ ուզում։ Ու ասես անկեղծ ասում էի։ Ու երբ որ տենց աշխատեցի, արդեն հաջորդ անգամ գումարս վերջ։ Գնում եմ առնեմ, որ հենց ընկերներս կանչեն, մի անգամից դուրս կամ տանից, երևի այդ է եղել, հետո արդեն հետագայում սկսել է այդ գաջետներ, հեռախոս կամ ինչ-որ պայուսակ, շորեր, հագուստներ եւ այլն։ Եվ եթե անցում կատարենք նաև քո բլոգի ամենակարևոր թեմաների մասին, որը ես եթե չեմ սխալվում, առաջին մարդն էիր, ով բարձրաձայնեց շաքարախտի մասին ու բավականին շատ միֆեր կոտրեցիր, ոնց որոշեցիր, որ պետք է խոսես։ Համեմատ շատ այլ մարդկանց ավելի նորմալ եմ ընդունել, այսինքն ինձ միշտ ոչ միայն ինձ, իմ հետ բարկած մյուս անձանց մարդկանց միշտ պնդում էին, որ դու ինչքան ստրեսային լինես այս շրջանում, այնքան քեզ վատ, այնքան դու երկար կմնաս հիվանդանոցում, այնքան քո թվերը վատ կլինեն եւ այլն։ Ու այդ ամեն ինչ ոնց որ մտավ իմ ուղեղում, ես ուղղակի փորձեցի մտածել, որ օքեյ, եղավ, փառք Աստծո ավելի վատ բան չեղավ։ Ճիշտ է, նեղվում եմ, ճիշտ է, հետագայում սենց մանավանդ այդ սկզբում ասում էի, լավ, ոնց եմ ապրելու ես, լավ, բայց ոնց են ընդունելու, մանավանդ մեր հասարակությունը, էլի, նես բաներ էին խոսում, ու ուղղակի ասեցի, լավ, ոչինչ, ապրանք կտեսնենք ինչ կլինի, հետո իմ մոտ շրջապատը, շատ նեղ շրջապատը, հա, գիտեր, ես նենց թաքուն չէի պահում, բայց նաև չէի էլ օրինակ սրսկվում կամ չէի չափում իրանց մոտ, միշտ թաքուն էի տամեն։ Ու առաջի post-ս շատ մտածված էր, մենք հենց մեր այդ մարքեթինգի բաժնի հետ, երեխեքի հետ որոշել էինք, որ տեքստը գրեցի, իրանք ուղումներ արեցին, որտեվ առաջին post-ս նկարով ա եղել, ուղղակի ծանոթություն, որ բարև, ես Մարիամն եմ ու ես ունեմ դիաբետ։ Նկարը նույնիսկ որոշեցինք ես ինչ եմ հագնելու, իմ դիմաց ինչ ա լինելու, ես ժպտալու եմ թե չէ, այսինքն այդ ամեն ինչը ու երբ ամեն ինչ պատրաստ էր, նկարները կար, post-ը կար, caption-ը կար, ես երևի մի 2 շաբաթ չեմ տեղադրել
որովհետև sense ես նախապատրաստում էի, նախ արդյոք ես ուզում եմ այդ անեմ, արդյոք ես ուզում եմ սրա մասին խոսեմ, որովհետև ես ունեմ հարազատներ, բարեկամներ, ովքեր դրա մասին չգիտեն, ոնց կընդունեն, ես ունեմ ընկերներ, ովքեր դրա մասին չգիտեն։ Արդյոք այդ ընկերներից օրինակ 10-ից 5-ը չեն հրաժարվի ինձնից դրա պատճառով, կամ չեն սկսի ինձ խղճալ, որովհետև դա էլ ես չէի ուզում։ Բայց վերջը արեցի։ Արեցի ու արձագանքը լավն էր հիմնականում։ Դե արդեն երկրորդը եղավ վիդեոն։ Որովհետև ես այդ ընթացքում սկսեցի արդեն փորձել ընդունել իմ խնդիրը ու դարձնել իմ իժումենկան։ Ու դրանից արդեն ելնելով իմ մոտ սև հումորը շատացավ։ Որովհետև իհարկե դրանից լավ բան չկա, երբ որ քո խնդրի վրա դու ինքդ ես ծիծաղում։ Ու գումարած դրան մարդիկ արդեն կողքից տեսնելով, որ ես դրական եմ, նույնիսկ տենց ծիծաղելի հումորներ եմ անում ինքսին վրա, սկսեցին ավելի հեշտ տանել։ Դու զգում ես, որ մարդիկ սկզբից որ իմանում են դիաբետ ունես, սենց են լինում, հետո որ սկսում ես ինչ-որ հումորներ անել, արդեն լավ։ Նորմալ ասա։ Լավ ասա։ Տենց Բայց նշեցիր, որ եղել են դեպքեր, երբ որ մարդիկ օրինակ չեն ցանկացել շփվել։ Դրա պատճառը հիմքում ի՞նչն է եղել։ Կոնկրետ ինչ խնդիր է եղել, որ չեն ցանկացել օրինակ շփվել։ Չգիտեմ, որովհետև շատ չի եղել, չեմ ասում տասնյակ դեպքեր են եղել, մի քանի դեպք է եղել, որից որ մեկը իմ ոչ թե մեր չշփվելու, այսինքն դադարեցնել մեր շփումը, ոչ թե այդ է խնդիրը եղել, դիաբետի պատճառով է եղել, այլ խնդիր է եղել, բայց ընթացքում շատ են եղել որ գոհեղը, որ ես քեզ ընդունում եմ սենց։ Դա եղել է իմ սիրելի մարդու կողմից խոսքեր։ Դա այդ տարիքում իրականում որ դու սիրահարված ես, երիտասարդ սերը, հա, բան չեմ ասում, շատ դեպքերում երիտասարդ տարիքից մինչև ամուսնություն, մինչև խորձերություն ապրում են, բայց այդ պահին ազդում է քո ինքնագնահատականի վրա ու արդեն խորանում է այն քո վիճակը, որ դու մտածում ես լավ, ինչ չեն ընդունի, ու սենց կողքից ինչ-որ մեկը տենց բան է ասում, սենց ասում ես, հա, եթե ինքը չընդունեց, եթե ինքն է ինձ տենց բան ասում, ուրեմն ուղղակի կողքի մարդիկ ոնց կնայեն դրան ու ոնց կընդունեն, մյուս դեպքերը տենց չենք խոսել, ուղղակի զգացել եմ, որ իրանք մի քիչ հուշտ են լինում կամ իրանք ծնողներն են հուշտ լինում ու իրանք հեռվանում են քեզնից, ես էլ չգիտեմ այդ լավ է թե չէ, զգացողությունը իմ շատ ուժեղ է ու ես շատ դեպքերում հասկանում եմ, երբ որ ինչ-որ խնդիր է լինում, ինչից է դա լինում։ Ու երբ որ ինձնից դա գախնի են պահում, ես ավելի եմ սկսում իմ մեջ, սենց ինչ-որ ծանր տանել, ավելի եմ սկսում ընկճվել, չհասկանալ ինչ է կատարվում։ Հիմա դրա վրա արդեն սկսել եմ աշխատել ու բավականին էլի եմ ասում, չես ուզում իմ կյանքում լինես, խնդիր չկա, ես ընդունում եմ քո որոշումը, ճիշտ է ինձ կարա ցավոտ լինի, բայց ես ընդունում եմ դա։ Ու մի խոսքով տենց բաներ լսելուց հետո մեկը ծանր մի հատ սենց քար անկնում էլի վրատ, բայց ժամանակի մեջ ժամանակ անցավ արդեն նախ երևի այդ կամ այդ մարդիկ են վերացել, էլի եմ ասում, մեր հասարակությունը մի քիչ սկսում է զարգանալ ու փոխվել, կամ իմ շրջապատն է փոխվել։ Իմ շրջապատը փոխվել է ու ես էլ չունեմ այդ մարդկանց իմ կյանքում կամ չեմ նկատում այդ մարդկանց, ովքեր որ կարան ինձ ասեն, գիտես ինչ, դու շաքար ունես, գոհեղ է, որ ես քեզ ընդունում եմ։ Ուրիշներ չեն ընդունի, ինչ որ sense մի բան էլի։ Նաև քանի որ խոսում ենք անձնականի մասին, ինչ դեր ունի քեզ համար կողքի մարդը, կողքի ընկերը, եւ արդյոք կարողացել ես որոշակիորեն գտնել այն մարդուն, ով կարող է լինի քեզ համար աջակից։ Բարդը։ Չեմ կարող ասել, որ գտել եմ։ Բայց այդտեղ գալիս է էլի այն պահը, որ իմ համար կարևոր է իմ անձնային աճը, առաջին
տեղում։ Հետո նոր արդեն կողակիցը, ով որ կարծում եմ իրականում նույնիսկ կողակից չէ, ընդհանուր հարաբերությունը։ Ես իր համար, ինքը իմ համար, մենք պետք է իրար աջակցենք ու ստեղ էլի գալիս է խոսելը, իրար հետ պետք է խոսել, խնդրի, որ ասում են ոչ թե դուք առանձին եք խնդրի առաջ, այլ ոնց որ իրա դեմ եք երկուսով։ Գտնելը չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև երևի թե դեռ չէ։ Ինձ թվում է ես մի քիչ շատ նրբանկատ եմ, շատ պահանջկոտ եմ ու ես ինքս որ չեմ վախենա այդ բառից, sense փակագծերում ասած ուժեղ եմ, ինձ ավելի ուժեղ մեկն է իմ կողքը պետք։ Երևի ես շատ եմ ճնշում իմ կողակիցներին, որ եղել է իմ կողքը, բայց չգիտեմ, Աստված առաջ, sense ասած, ինչ լինում է, ճիշտ պահին է լինում, ճիշտ տեղում է լինում, հենց որ Իսկ հեշտ ես բաց թողնում։ Չէ։ Ընդհանրապես չէ։ Բայց փորձում եմ։ Որովհետև ես մի քիչ պայքարող տեսակ եմ, ու նույն ձև ես չեմ ամաչի թույլ լինեմ իմ կողակցի դիմաց, որովհետև իմ մեջ Սենց հասկացողություն կա, որ եթե դա իմ կողակիցն է, ինքը ինձ պետք է ընդունի տենց։ Ես թույլ չեմ, բայց ես կարամ թույլ լինեմ ժամանակ առ ժամանակ։ Ու նույն ձև իմ կողակիցը ինքը կարա իմ կողքը շատ թույլ լինի, որ ոչ ոք իրան տենց տեսած չլինի, բայց այդ չի նշանակում, որ ես իրան պետք է արդեն այդ աչքով նայեմ։ Հետագայում կկարողանաս շարունակել շփումդ արդեն որպես ընկերներ կամ ուղղակի շփում։ Նա այս դեպքում։ Այն մարդով, որ օրինակ ինձ ասել էր, որ գոհեղ է, որ ընդունում եմ քեզ, իր հետ շփում չկա, նախ շատ վաղ տարիքում ա եղել, 16-17 տարեկանում, 10 տարի անցել։ Չգիտեմ էլ այդ մարդը, ուրա ինչա անում, ինչ տեսք ունի։ Բայց նաև ունեցել եմ հարաբերություններ, որից հետո որ իրար տեսնենք, հա, ջերմ կբարևենք, կանցնենք առաջ, որովհետև ես փորձել եմ իմ մեջ այդ նեղվածություն, այդ ոնց ասեմ, այն ինչ որ ինձ կխանգարեր իրան որպես մարդ, որպես ընկեր է, չէ, ուղղակի որպես մարդ դիտարկել, ես փորձել եմ հանեմ։ Չչարանամ, վատ էմոցիաներ չապրեմ, որտեղ այդ առաջին հերթին ինձ է վնաս տալիս, ինչի համար ես վատ էներգիա իմ մեջ պահեմ։ Բաց ենք թողնում, թող իրավար գնա։ Ընկերներ չեմ կարծում։ Ոնց կարա մարդ ում հետ որ դու, չգիտեմ, խենթի պես ում սիրում ես ու ինքը քեզ է սիրում, դուք սենց մի հատ ուրիշ կյանք, մի կյանք եք ապրում։ Հիմա այդ կյանքը 1 տարի է, 4 տարի է, թե 60 տարի է, դուք կյանք եք ապրում, դուք կիսում եք իրար հետ շատ բաներ ու հետո տենց եկել ուղղակի ընկերներ։ Իմ կարծիքով չես կարա։ Ուղղակի չես կարա։ Ուղղակի այդ մարդուն հեռվից հեռու դու իր հետ կապ պահես, եթե գործնական կապ կարող ես պահել, ինչ որ բայ իրար օգնեք, թեկուզ ոչ գործնական, բայց ինչ-որ խնդիր լինի, դու օգնես, ինքը քեզ օգնի, անցնեք առաջ, բայց ընկերներ չէ։ Նաև Մարիամ, եթե անցում կատարենք եւ որոշակիորեն ամփոփենք, ինչ հետագա նպատակներ ունես, որ կարող ես բարձրաձայնել, որոնք ցանկանում ես իրականացնել։ Չեմ սիրում դրա մասին խոսել։ Այդ գալիս է արդեն այն մյուս Մարիամի բնավորության մեջ է մտնում, որ շատ բաներ գաղտնի է պահում ու իր մեջ է պահում, բայց եթե ես գլոբալ ասեմ, իհարկե շատ եմ ուզում մասնագիտական աճ ունենամ, որ ինձ որպես ոչ թե
իմ սիրուն աչքերի համար ասեն, լավն է, այլ ես մասնագիտական աճ ունենամ, ասեն, լավ մասնագետ է։ Եկեք աշխատենք, ինչ որ անկյուններում լավը խոսեն մասնագիտական առումով։ Երևի գլոբալ էտա, որ իրականում դրա համար էլ տենց հիմա շատ ջանք չեմ, շատ ներդրումներ չեմ անում։ Ու այդ շատ եմ նեղվում այդ փաստից, բայց դե հիմա փորձում եմ, մանավանդ որ ֆիքսված աշխատանքից դուրս եմ եկել, արդեն ես հասկանում իմ time management-ը արդեն փորձում եմ ուղղել ու ճիշտ կարևորություն տալ ճիշտ բաներին, ոչ թե նրան, որ դասի չգնամ, մի ժամ ավել քնեմ, որ վազեմ աշխատանքի, այլ թեկուզ ուշ եմ քնել, առավոտյան գնամ դասի, իմ գիտելիք ստանամ, իմ չգիտեմ, ինֆորմացիան ստանամ, մարդկանց հետ շփվեմ, ինչ որ բաներ նոր իմանամ, գամ տուն մի ժամ քնեմ, հանգստանամ ու անցնեմ իմ մնացած գործերի։ Խոսքով գլոբալ երևի թե մասնագիտական աճն է։ Ու ներքուստ արդեն ես օրինակ շատ նեղած կոտ եմ եղել, շուտ նեղվող եմ եղել, շատ ներս գցող եմ եղել ու ես տարի առ տարի իմ ընկերները, իմ հարազատներն են էլ այդ փաստում, որ փորձում եմ այդ իմ հոգեբանության վրա աշխատեմ ու փոխեմ դա, որ այն ժամանակ օրինակ եմ ասում, եկը ինձ մեջքով կանգներ, ես կարող եմ նեղանայի, հիմա իմ համար դա օքեյ է։ Իմ համար նորմալ է, հիմա եթե այդ ինձ դուր չի գալի ու այն նենց մարդ է, որ ես ուզում եմ իրան ասեմ դրա մասին, ես դրա մասին կասեմ, ինքն է կոսի, վայ, չի նկատել, ես մի քիչ բան օրինակ եմ բերում, էլի որ պատկերացնեք։ Չի նկատել, ես էլ ասեմ, օքեյ, իմ համար օքեյ է, բայց խնդրում եմ էլ տենց չանես։ Ու վերջ։ Այսինքն էմոցիաները դել մեջը չես պահում, ավելի դուրս ես համ դա փոխվեց քո մոտ։ Հա, երևի թե հա, ու փորձում եմ փոխեմ ինձ ներքուստել։ Բացի էմոցիաները հանելուց, նաև եթե ես չեմ ուզում էմոցիաները հանեմ, ես ուզում եմ մենակ իմ հետ մնամ, այդ ինչ խնդիրը մենակ ես տանեմ, իմ ցավը ապրեմ, ասենց ասած, բայց ապրեմ ճիշտ ձևով, առանց կողքի մարդկանց վնաս տալու, առանց ինձ վնաս տալու, ու փորձում ընդհանրապես իրականում հանեմ դա, այդ նեղած կոտությունը, շուտ նեղվելը, շուտ նեղանալը, չգիտեմ, էլի տենց շատ ցանկ ունեմ, որ իմ մեջ չեմ սիրել, ու ժամանակի մեջ փոխել եմ ու դեռ փոխում եմ, նաև շատ օրինակ մի ժամանակ բռնկվող եմ եղել, ոչ թե սկսել եմ կռիվ անել, ինչ-որ sense գոռալ, այլ ուղղակի շատ եմ սկսել sense ջղայնանալ, էմոցիաների տակ, շատ հանգիստ եմ եղել, կողքից որ նայում են, ես շատ հանգիստ եմ, բայց sense բաներ կարող ասեի ջղայնության տակ, հետո փոշմանեի, հիմա արդեն էտել փորձում եմ վերահսկել, որ ես նախ չբռնկվեմ, ոչ թե ես ինչ-որ բան չասեմ սխալ, այլ հենց ամենաառաջինը թույլ չտամ, որ ինչ-որ մի բանից ես շուտ բռնկվեմ ու զայրանամ։ Ավելի հանգիստ նայեմ իրավիճակին, որ ինչ-որ լուծում գտնեմ։ Դե ինչ Մարիամ, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար, շատ կարևոր է, որ մարդը առաջինը ինքը իր հետ անկեղծ ինձ թվում է։ Հա։ Ճիշտ է։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի էր, հուսով եմ շատ չխոսեցի։ Ոչ, վստահ եմ ձեզ էլ դուր եկավ սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։